եթե մեկը ընկերոջ դիմակով մոտենում է մեկին, նրան այսպես ասած էժան գնով կամ նույնիսկ անվճար թմրադեղ է մատակարարում նայել ժամանակավոր մի հաճույք ստանալու համար դա ընդունում է եւ ժամանակի ընթացքում երբ որ արդեն մոլի է դառնում, արդեն այդ թմրադեղ վաճառողը սկսում ավելի մեծ գին պահանջել եւ այդ ժամանակավոր հաճույքով տարված մարդ երբ որ մոլի է դառնում, պարտարում է արդեն դրանից հետո ինչ գին է որ իրանից պահանջում են դրա դիմաց, այդպես ասած, վճարի։ Հիմա մենք շուտով Ադրբեջանի իրականության մեջ այս նույն ուղղությամբ է գնում, մեզ փորձում է կանգնեցնել այդ իրավիճակի մեջ, երբ այդպիսի էժան բենզինի այդպիսի համը հայտնվեց Հայաստանում, հետո դե արդեն սկսելու են նոր պահանջներ ներկայացնել այդ ամենի դիմաց, որը այդպես ասած, եթե թմրամոլ իր ընտանիքն է վաճառում, իր ունեցվածքն է վաճառում, մեզանից պահանջելու են մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր արժանապատվությունը, որ անկեղծ ասած չպետք է թողնենք, որ այդտեղ հասնի եւ հուսա որ մեր ժողովուրդը կգիտակցի եւ պես ասած չի խապվի այդ էժան